Ռադիո Մարտունին է եթերում, տաղավարում աշխատում է Լիանա Հովհաննիսյանը, ողջույն։ Սեպտեմբերի 17-ից 18 Մարտունի ինֆոտանը մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մեդիագրագիտության դասընթաց էր անցկացնում Գեղարքունիքի մարզի տարբեր դպրոցների շուրջ 20 ուսուցիչների համար։ Նրանք տարբեր առարկաներ դասավանդող մանկավարժներ էին, ում հետաքրքրում է մեդիագրագիտության առարկան եւ ովքեր ցանկություն ունեն օգնել աշակերտներին ավելի գրագետ մեդիա սպառողներ դառնալ։ Սյուզաննա Մարգարյանը Սլիչքի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ է, ով նույնպես մասնակցում էր դասընթացին։ Այնքանով էր լավ այս դասընթացը, որ մեզ ուղղորդում էր, ուղղություն էր ցույց տալիս, թե մենք ինչպես կարող ենք ճիշտ տեղեկություն ստանալ, որն է ճիշտ տեղեկություն, որն է սխալ տեղեկություն, որն է լուր։ Երկու օրվա ընթացքում փորձ կատարվեց համակողմանի գիտելիքներ փոխանցել մասնակիցներին, լրագրող մեդիա փորձագետ եւ դասախոս Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց մեդիայի իրավական կարգավորումները եւ խոսեց էթիկայի հարցերի շուրջ։ Դասընթացի նպատակը ուսուցիչներին, ապա եւ ուսուցիչների միջոցով երեխաներին այսօրվա ինֆորմացիոն հոսքերում կողմնորոշվելու հմտություններ տալը։ Իսկ մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակից մեդիագրագիտություն ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյան իր խոսքում ասաց. Մեդիագրագիտության դասընթաց որոշեցինք մշակել եւ ձեռնարկ դպրոցների համար, հատկապես բարձր դասարանների պատայներին մտքներից մեջ ունենալով փորձեցինք կազմել այս ծրագիրը, այսինքն առաջին հերթին իրենց համար է նախատեսված, թեև երևի թե կարելի է ադապտացնել նաեւ, ասենք, ուսանողների համար եւ ավելի ցածր դասարանների երեխաների համար։ Կազմեցինք 10 թեմայից կազմված դասընթաց, իսկ ինչպես շրջապատում է պետք է ճանաչելի դառնալ մեր իսկական բացատրում է թե ինչ է մեդիան, ինչպես է աշխատում, մի քիչ պատմությունը, մի քիչ կարգավորում օրենքները, էթիկան, մեդիայի տեսակների առանձնահատկությունները, դրանց աշխատանքի սկզբունքները, մեդիան որպես ձեռնարկություն եւ գովազդի նշանակություն այդ ամեն ինչի մեջ եւ ամենակարևորը այս ամենից մեդիայից օգտվելու քննադատական կողմը, ինչպես օգտվել մեդիայից որպես ավելի գրագետ սպառող, ինչպես լինել ավելի քննադատ որպես մեդիա սպառող եւ չընկալել ամեն ինչ կուրորեն, այսինքն եթե հեռուստացույցին մենք հավատում ենք 100%-ով, այդ գաղափարները կոտրելու համար, որովհետեւ հիմա ինֆորմացիան անընդհատ է, ամենտեղ է, միայն հեռուստացույցը չէ, մեր հեռախոսների մեջ է, էկրաններին է, փողոցում է, եւ մենք պետք է տարրական գրագիտություն ունենանք հասկանալու թե դա ինչ է, որտեղից ով է ստեղծում, ում համար է ստեղծում, ինչ նպատակներ է հետապնդում, ինչ մանիպուլյացիաներ ու հնարքներ են կիրառվում այդ ամեն ինչը ստեղծելիս, ինչից զգուշանալ, ինչպես ստուգել տեղեկությունները, տարբերել շատ տարրական բաներ։